Բարիգալու Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում չգիտեմ էլ ինչպես ձևակերպեմ, թե ինչ է տեղի ունենալու, այնուամենայնիվ հայտարարվել է 10 կամ ավելի եպիսկոպոսների կողմից, արքեպիսկոպոսների, որ նրանք լինելու են այնտեղ եւ կոչ են արել միանալ հայաստանցի հավատավորներին, սփյուռքի հավատավորներին ժամը 10 դեկտեմբերի 18-ին ժամը 17-ին ցիտում եմ եկեք միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Բ-ին հանգստի կոչ անելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դուք հայտարարել եք, որ լինելու եք այնտեղ 15-30-ին։ Ինչ է կանելու այնտեղ եւ ինչ է սպասվում ընդհանրապես մեզ այսօր երեկոյան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, մեզ համար ինձ համար անընդունելի է տիրադավ, հերձված արքեպիսկոպոսների նման կոչում, նման պահվածքը։ Ես ունեմ դրա բոլոր հիմնավոր պատճառները։ Պատճառներից ամենագլխավորը դա նա է, որ մինչ այդ շատերի կողմից, շատ եպիսկոպոսների կողմից, որոնք որ միացել են այս կոչին, դրանից առաջ հանդիպում ա տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն այդ մարդիկ։ Ունեին, թե ունեին այդ մարդիկ։ Դուք տեղյակ եք այդ դիրքորոշմանը։ Ոնց տեղյակ չլինեմ, եթե իրենցից շատերին տեսել եմ Գիրանցում։ Տեսել եմ այդ զրույցները նաև տեղի ունեցել իմ ներկայությամբ։ Նավասարդ Կճոյանն էլ այնտեղ Գիրանցում։ Բացի իրենից ինքը կոնկրետ չի եղել, բայց տարբեր առումներով իր աջակցությունն ու զորակցությունն հայտնել եւ Վեհափար Տիրոջը եւ Միքայել Սրբազանին եւ այլ ուղիներով, այսպես ասած, դեմ չի եղել այդ ամեն ինչին, ինչ որ տեղի ա ունեցել։ Մինչ այդ կարգավիճակ, երբ որ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության շենքում շատ կարևոր մի դրվագ կա, որ անգամ այդ հանդիպման ընթացքի ամբողջ էությունը խեղաթյուրվել է, որտեվ դրանց իրենցից ոմանք ասում էին, որ կաթողիկոսը տեղյակ այդ հանդիպումից, այնինչ կաթողիկոսը որևէ մի գաղափար անգամ չուներ այդ հանդիպումից։ Վարչապետ Փաշինյանի հետ իրենց հանդիպման մասին։ Այո, ընդհանուր ես իրենց դիրքորոշումը եւ Գիրանցում եւ Մայրաթորեն գրոհը, որ կազմակերպվել էր ամիսներ առաջ։ Ես շատերի դիրքորոշումը տեղում ծանոթացել եմ այդ մարդկանց դիրքորոշումը, կապված նրա հետ, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ, կապված նրա հետ, թե ինչ դիրքորոշում ունեն Նիկոլ Փաշինյանի գործող իշխանությունների, այդ թվում նաև Արցախի թեմի առաջնորդ, Մասյացոտի եւ այլ։ Հիմա անակնկալ կերպով, բայց կարծում եմ, որ դա անակնկալ չի, որոշակի գործընթացներ են տեղի ունեցել այդ մարդկանց կներեք այս արտահայտությանս վերբով կանելու եւ որոշակի առումով ինչ որ նաեւ կոմպրոմատներ եւ ինչ որ նաեւ ինչ հորդորներ չէ, լավ բառ են, չէ, իշխանությունները հորդորել են, չէ։ Մենք ականատես ենք տեղի այդ հորդորները եղել են եւ բարձրաստիճան հոգեվորականների եւ նաեւ քահանաների նկատմամբ։ Եվ ինչի համար եմ այս ամեն ինչը նկարագրում, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Հետո այս նույն մարդիկ հայտարարություն են անում Նավասարդ Կճոյանը, այլ այսպես ասած խնդրահարույց եպիսկոպոսներ, որ գնում են բարենորոգման։ Իսում են իշխանության հոգևոր կյանքի բարենորոգման օրակարգը, այսպես ասած, եւ եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Շատ հետաքրքիր է, որ նույն այդ հոգևորականների գնահատականը ժամանակին եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ինչ գնահատականներ տալիս այն մարդկանց, որոնց միջոցով ուզում է բարենորոգել։ Դա պարզ է, այսօր ինչ է կանգնկալում, ինչ է լինելու։ Հիմա այս մարդիկ բոլոր ընթացակարգերը խախտելով ասում են մենք գնում ենք հորդորենք, չէ, մոտավորապես։ Այո, Վեհափարին, Գարգին Բ-ին հանգստի կոչելու։ Նախ այդ process-ները, ինչքանով որ ես տեղյակ եմ, տեղի ունենում առհասարակ եպիսկոպոսատ ժողովների ժամանակ կամ այլ ֆորմատներով է տեղի ունենում, այս որևէ մի ֆորմատի մեջ սա չի տեղավորվում։ Եւ
գնում են քիչ չի, մի հատ էլ կոչ են անում, որպեսզի հավատավոր ժողովուրդը միանան։ Սա կոչվում է Նիկոլ Փաշինյանի պլան։ Այսինքն իրենք Նիկոլ Փաշինյանի օրակարգով, թելադրանքով գնում են պարզ մի ձևակերպում տամ գրոհելու մայրաթոռը։ Եպիսկոպոսները գնում են գրոհելու մայրաթոռը։ Եթե այն ինչը որ իրենք ասում են, այս հայտարարության տեքստում իմ գնահատմամբ դա նման մի վարքագիծ է։ Այլապես եթե իրենք իրենց կարծիքը արտահայտելու կամ որոշակի դիրքորոշում ցուցաբերելու, ես ներկայացրեցի նաև նախորդիվ իրենց դիրքորոշումները, ցանկություն ունենային, դա եկեղեցական ընթացակարգով հանգիստ համերաշխ պայմաններում դա տեղի կունենար մայրաթոռում։ Շատ լավ, դուք ինչ եք անելու այնտեղ։ Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ իրենք էլ են այնտեղ լինելու, ընդդիմադիր շրջանակները, այսպես ասած, որոնք Գարեգին Բ-ին են աջակցում։ Ինչ եք անելու այնտեղ։ Մենք առաջին հերթին աջակցում ենք Մայրաթոռ Սուրբ Էջմիածին, օրինական, ընտրված եւ Մայրաթոռին եւ իհարկե նաեւ վեհապարտիրոջ, որ ընտրված հիմա հայ առաքելական Սուրբ Եկեղեցու վեհապար հայրապետն է։ Մենք որպես տարբեր գիտեք, որ ոչ միայն քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, մշակութային գործիչներ, շատ մարդիկ, որոնք որ քաղաքականության հետ առհասարակ կապել չունեն, այդ մարդիկ տեղում խաղաղ, հանգիստ, որպես նաև իմ առաջին դրդապատճառն էլ նաև որպես հետևորդ տեղում եւ մասնակցելու ենք ժամերգությանը, գիտեք որ Արագածոտնի թեմը ժամը 5-ին ժամերգությունը տեղի ունենալու Մայրաթոռում մասնակցել ենք ժամերգությանը եւ նաև մեր ներկայությամբ թույլ չտալու, որպեսզի տեղի ունենա որևէ մի հակաօրինական, հակականոնադրային որևէ մի ներգործություն, որը չի տեղավորվում ոչ մեր բարոյական արժեքների, ոչ մեր չափորոշիչների, ոչ մեր խղճի որևէ մի ձևով, թե օրինական որևէ մի պահանջի հետ սա որևէ մի աղերս չունի։ Դուք այնտեղ գնալու որպես Գառնիկ Դանիելյան, թե արդեն կա խմբակցության որոշում, խմբակցության հետ մեկտեղ, չգիտեմ, ձեր կողմնակիցներին եք կոչ արել այնտեղ լինել, այսինքն մարդ եք հավաքելու այնտեղ, ժողովուրդ եք հավաքելու, ինչպես է լինելու։ Առանձին խմբակցության որոշում չկա, բայց շատ ու շատ մեր ընկերներ եւ падգամավորներ եւ կուսակցական ընկերներ համացանցում նաեւ միացել են նաեւ այդ ամեն ինչին, այսինքն նաեւ իրենք են ներկա լինելու։ Հայաստան Դաշինքի ղեկավարը օրինակ այնտեղ լինելու է, Քոչարյանի հետ քննարկում եղել է այս թեմայով։ Նման քննարկում տեղի չի ունեցել, դա յուրաքանչյուրի որոշելիք հարցն է։ Ես անկեղծ ասած տեղյակել չեմ ով կլինի ներկա, ով չի լինի ներկա։ Հատուկ որոշում Հայաստան Դաշինքը դրա հետ կապված։ Տեսեք, այնուամենայնիվ իշխանությունը մի հարց է բարձրաձայնում, որը արդեն ինչ որ առումով հնչում է տարբեր կողմերից եւ այդ հարցի պատասխանը չկա։ Խոսքը հայտնի ուխտի մասին է, հա։ Բարձրաստիճան հոգեվորականները այդ ամուսնացած չլինելու երեխա չունենալու եւ այլն հետ կապված այդ ուխտը խախտել են, թե ոչ։ Իրենք հարցադրումը հնչեցնում են, այն կողմից պատասխանը չկա հստակ։ Ավելին, որոշ հոգեվորականների, որոնց հարցնում ես, իրենք ասում են՝ մի մտեք, կներեք իրենց արտահայտությունն եմ ասում, անդրորովայնային հարաբերությունների դաշտ, բայց պատասխանը խախտվել է այդ ուխտը, թե չի խախտվել, այդ հարցի պատասխանը գոյություն չունի, որը կարևորագույն հարց է եկեղեցական կանոնակարգից ելնելով։ Դուք այդ հարցը չեք ուզում բարձրաձայնել, ձեզ այդ հարցը չի հետաքրքրում, որտեղ ընդդիմադիր դաշտից այդ հարցի նկատմամբ չկա որևէ հետաքրքրություն։ Ով է որոշելու այդ ուխտը խախտվելա թե չէ, Նիկոլ Փաշինյանն է որոշելու։ Որոշելու չի, հարցնում է, այնտեղից գոնե թե պատասխանեն, որ չի խախտվել, ընդհանրապես լռություն է տիրում։ Այդ հարցին չեն էլ անդրադառնում, իգնոր են անում այդ հարցը, անտեսում են։ Ով է հայտարարել, որ ես ամուսնացած եմ, նման հայտարարություն կա կամ նման որևէ մի տեղեկություն կա, որ այս կամ այն հոգեվորականը ամուսնացած է։ Կա նման։ Իշխանությունն ունի նման տեղեկություն։ Ինչ տեղեկություն, ինչ որ փաստեր կան, որ ամուսնացած է։ Որն է այդ փաստը։ Ու մի հատ փաստ հրապարակել են մինչև այսօր, որ Բարսաշճան հոգեվորականը ամուսնացած, սա խնդրի մի կողմն է։ Հաջորդ կողմն էլ սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Սա սահմանադրական նորմա։ Փաստացի իշխանությունները խախտում են այդ սահմանադրական նորմը։ Եվ կրկնում եմ, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները ոչ թե պիտի վերդիկտը կայացնի ոչ Գառնիկ Դանիելյանը, ոչ դուք պարոն Մղդեսյան, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Դա եկեղեցու
կանոնադրությամբ քննվելիք հարց է։ Բայց հավատացյալների իրավունք չունեն այդ հարցը բարձրաձայնելու։ Հավատացյալներն իրավունք Եկեղեցի է իր հավատացյալներով։ Հավատացյալներն իրավունք ունեն հարցեր բարձրացնելու, իհարկե այդ իրավունքը ունեն։ Բա ինչու է այդ հավատացյալների, այդ թվում հավատացյալների բարձրացած հարցին պատասխան չի տրվում։ Ինչ պատասխան տրվում։ Վեհապարը պետք է հստակ հայտարարի։ Ինչ հայտարարի վեհապարը։ Ունի թե չունի, Ինչ խախտել է թե չի խախտել։ Տեսեք, նորից եմ կրկնում, բոլոր նմանատիպ հարցերը որոշվում են եկեղեցու ներքին կանոնադրությամբ եւ եկեղեցին իր որպես անջատ պետությունից անջատ կառույց բոլոր հարցերը, այդ թվում խնդրահարույց հարցերը իր քննության եւ իր որոշումների տիրույթում է։ Եկեղեցին լավ պետությանը չպետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը։ Եթե մենք խառնվում ենք, ես եւ դեմ եմ նրան, որ մենք խառնվենք այն եպիսկոպոսներին, որոնց կարծիքը չենք կիսում, եւ դեմ եմ նրան, որ խառնվենք այն եպիսկոպոսներին, որոնց կարծիքը կիսում են կամ մեզ ավելի ընդունելի, հասկանալի։ Ես նկատում եմ, եկեղեցին պետությանը չպետք է հաշվետվություն ներկայացնի, դա հասկանալի է։ Հանրությանը, օրինակ հանրության անկախ կարող է Փաշինյանին էլ չաջակցեն այդ մարդիկ, բայց այդ հարցը ունենան։ Կաթողիկոսը կամ չգիտեմ Բարսեղյան որոշ հոգևորականներ խախտել են ուխտը, թե չեն խախտել, այդ հարցին չպետք է տրվի պատասխան։ Անտեսենք իշխանության հնչեցրած հարցերը, անտեսենք քաղաքական օրակարգը, այդ հարցը, որ մարդկանց հետաքրքրում է, չպետք է դրան տրվի պատասխան։ Բայց հենց այդ ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի եկեղեցուն հնազանդեցվի եւ եկեղեցու դեմ արշավ սկսվի։ Պատճառը դա է։ Եթե մարդը հայտարարի հետաքրքիր խախտել է թե չի խախտել, ես ու դուք պետք է անկեղծ լինեք, Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չէ որևէ մի հոգևորական խախտել է ուխտը թե չի խախտել։ Եթե դա հետաքրքիր լիներ, էլի ըստ օդում կախված լուրերի այն մարդկանց, որոնց որ նախկինում ինքը այլ ձևով էր կոչում, հիմա այլ ձևով է կոչում, այդ մարդկանց հետ չէր գնա այդ բարենորոգման եւ այլ։ Ստեյց կարանք հետեւություն անենք, որ ոչ թե խնդիրը բարենորոգման հարցն է, այլ եկեղեցին հնազանդեցնելու սեփական կաթողիկոսը ունենալու, գրպանային եպիսկոպոսներ ունենալու խնդիր ալուծում ես մարդը։ Էսա խնդիրը։ Դա հասկանալի է։ Ուրիշ քողի տակ ուզում է ներկայացնի, բայց խնդրի բունեությունը սրանով, պարոն Մղդեսյան, չի փոխվում։ Դա հասկանալի է, դրա մասին չեմ կարծում։ Բայց լավ, ես նկատում եմ վերացարկվեն քաղաքական օրակարգից։ Պատկերացնում, օրինակ, այդ եպիսկոպոսները, որոնք տրամագծորեն հակառակ դիրքորոշումը ունեին եւ իրենց մասին կարծիք էր արտահայտում սրանց մի քանի շաբաթ առաջ, այդ մարդիկ գնում են, ասում են ժողովուրդ, եկեք մեր հետևից, գնում ենք մենք կաթողիկոսին հեռացնելու։ Այդ համստի կոչելը կոչվում է մենք այդ նույն են 44 բրոնեժիլ այդ կասկա բան վերցրեք ժողովուրդ ջան գնում ենք գրող ենք մայրաթորը այդ է նշանակում։ Պարոն Դանիել, ես նկատում եմ հանրությանը հուզող հարցերի տեսանկյունից, ես չեմ խոսում իշխանության այսպես արգումենտների առումով, հա արգումենտներից։ Ես խոսում եմ հանրության հետաքրքրող տեսանկյունից։ Օրինակ դուք առանձին եք լինում Վեհապար Հայրապետի հետ, ինչ որ հանդիպման ժամանակ, ասում Վեհապար Հայրապետի հետ առանձին չեմ եղել, բայց եպիսկոպոսներից որևէ մեկի հետ։ Պարոն Մղդեսյան, խախտել եք թե չի խախտել։ Ես կողմ եմ, որ բոլոր խնդիրները բարենորոգման, վարքագծի, վարքականոնների եւ այլը քննվի եւ սպառիչ պատասխաններ տրվի հավատավոր ժողովրդին։ Ես կողմ եմ դրան, բայց դա պետք է կազմակերպվի այս պայմաններում, այս իշխանության օրոք, այս ճնշումների ներքո, ԱԱՑ-ի եւ մնացած ուժայինների ճնշումների, հորդորների ներքո, սա չպետք է տեղի ունենա։ Այո, սա չպետք է տեղի ունենա։ Ես նկատում եմ դրան կա քննություն էլ պետք չի։ Քննություն էլ պետք չի իրականացնել։ Քննվեն եկեղեցու ներսում, եկեղեցու պատերի ներսում, ոչ թե ամբողջ աշխարհի առջև խայտարակ լինելու եւ մեր թշնամիներին ուրախացնելու։ Այսօր ադրբեջանական մամուլ գիտեք ինչ էր գրել։ Որ ադրբեջանական մամուլին պոպկորնը վերցրեք եւ հետեւեք ոնց է մայրաթորում հայերը իրար միս ուտում։ Ադրբեջանական մամուլի համար առիթներ պետք չեն, նրանք կգրեն, ինչ պետք է գրեն։ Մենք թշնամու սրտով ենք առաջնորդվում։ Այս իշխանությունները թշնամու սրտով են առաջնորդվում։ Պարոն Դանիելյան, դա այնքան པարզ պատասխան ունի, երբ որ հանրության կողմից հարց է հնչում, եթե մարդը խախտել է ուխտը, ինքը ասում է խախտել եմ։ Եթե չի խախտել, ասում է չեմ խախտել, գնացեք 1000 ձևով ստուգեք եւ կտեսնեք, որ իսկապես չեմ խախտել։ Մենք չենք տեսնում այդ պատասխանները, հասարակ, པարզ հոգևորականի շուրթերից, որ չեմ խախտել, չկա նման բան։ Իրենք ինչ են ասում, սխալ հարց եք տալիս,
պետք չի նման հարց տալ, մտնում եք ես իմ ինչ դաշտ եւ այլը։ Կարող է կա ուղիղ եւ շիտակ պատասխան։ Պարոն Մովսեսյան, եթե Ձեզ չի հուզում դա, որ մեր հոգեվորականները չեն կարողանում այդ պատասխանը տալ։ Եթե դուք ինձ, օրինակ, հարցի ձևն էլ բովանդակությունն էլ կարևոր է, թե ինչ ձևով եք օրինակ դուք ինձ հարց ուղում։ Եթե դուք վիրավորական բնույթի հարցեր ուղեք ինձ, ես լեգիտիմ իրավունք ունեմ այդ հարցերի պատասխանը չտալու, որովհետև այդ հարց արդեն դա հարց չի։ Դուք տեսել եք ինչ բառապաշար են օգտագործում իշխանական Դա իշխանությունները, ես ասում եմ վերացարկվելով իշխանություններից։ Օրակարգն էլ իշխանության լրագրողը Արշակ Սրբազանին հարց է ուղում, ասում է խախտել եք թե ոչ։ Ասում է, գիտեք ինչ, դուք հարցերը ֆիլտրեք, նոր հարց ուղեք ինձ։ Եկեղեցին ունի այս առումով իր կանոնակարգը։ Բայց կարող է ուղիղ ասել, ոչ, չեմ խախտել։ Ես այս հարցի մեծ գիտակը չեմ, բայց ձեզ հետևյալը ասեմ, ոչ մեկ սուրբ չի, բոլորս հնարավոր է ունենանք սայթակումներ եւ ասում առաջինը թող քարկցի այն մարդը, որը անմեղ է եւ որևէ մի առումով, այսպես ասած, սայթակումների եւ որևէ մի այսպես ասած ոչ թե օրինական, այլ բարոյական դաշտի հետ կապված, բայց այս կրկնում եմ, այս բոլոր հարցերը քննվելիք են եկեղեցու ներսում եւ ցանկացած ներգործություն իշխանությունների կողմից անընդունելի է եւ մենք հենց առաջին հերթին այս գնահատականները Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Ձեզ չի հուզում այն, որ հոգեվորականը པարզ հարցին չի կարողանում պատասխանել, խախտել է թե ոչ։ Այդ հարցի պատասխանները տրվել են։ Չեն տրվել։ Տրվել են։ Ասում են մի ուղեք մեզ այդպիսի հարց։ Սխալ հարց եք ուղում, ֆիլտրեք հարցը, լրագրողն է հարց տալիս, ուրիշ բան չի անում, ասում է խախտել եք թե ոչ։ Եթե լրագրողը էթիկայի նորմերին համապատասխան, ամբողջությամբ էթիկայի նորմերին համապատասխան հարց է ուղղել։ Եվ կրկնում եմ, դա ոչ թե պետք է տեղի ունենա, այսպես ասած, հենց հանրային էս, չգիտեմ, էլի էս մթնոլորտում, որ ոտքի վրա ես իմ ինչ հարցերին պատասխան, այլ կրկնում եմ, պետք է տեղի ունենա բաց, թափանցիկ, բաց թափանցիկ էլ հարցնում է ուղիղ եթերում։ Այս ամեն ինչը կրկնում եմ, պետք է տեղի ունենա եկեղեցու պատերի ներսում եւ այդ պատասխանները պետք է գտնվեն դրա ներսում։ Եթե եկեղեցու պատերի ներսում է բաց ու թափանցիկ չի արդեն։ Ցանկացած նման տիպի քննարկում մեզ ամբողջ աշխարհում դարձնելու է ծաղր ու ծանակի։ Հասարակ մի օրինակ բերեմ, էլի։ Դուք նման Պարոն Դանիելյան, դուք հարցին ուղիղ չեք պատասխանում, ձեզ չի մտահոգում։ Դուք նման որևէ մի բան աշխարհի ուրիշ երկրում տեսել եք թե չէ, որ օրինակ կուսակալոնության ուխտը խախտելու հետ կապված, օրինակ դիցուկ, ասենք, կաթոլիկ եկեղեցու որևէ մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ այլ կրոնական ուրեմն կազմակերպության հարցի նման ձևով եւ նման բովանդակությամբ Պարոն Դանիելյան, ես չգիտեմ դուք խորամուխ եղել եք այդ հարցին թե ոչ, բայց կան լրագրողական հետաքննություններ կաթոլիկ եկեղեցու հետ կապված, թե ինչպիսի մանկապղծության դեպքեր են տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ինչպիսի համակարգային բնույթ է դա կրել։ Դա հանգեցրել է դա ավելի ծանր հանցագործություն է։ Հարցը մանկապղծության մասին չէ, դուք լրիվ ուրիշ տեղ եք։ Չէ՞ որ ասում եք տեսել եք թե ոչ, եսի նկատի ունեմ եղել են շատ մեծ հետաքննություններ, որոնք հանգեցրել հնարավոր ենթադրյալ սայթակումների մասին է, եկեղեցու հնարավոր որոշ եկեղեցականների հնարավոր սայթակումների մասին է, որը ես կրկնում եմ, իմ կարծիքը հետևյալն է։ Դա պետք է տեղի ունենա իրենց ներսում այդ քննարկումների արդյունքում եւ ոչ այս պայմաններում եւ ոչ ԱԱՑ, այս կագբեական NKVD-ի մեթոդներով ես ասում եմ դուրս գանք այդ կագբեական NKVD-ի եւ այլ ձեր ասած մեթոդներից հավատավորը հարց է ուղում եւ հարցի պատասխան չի ստանում ուղիղ ձեզ դա մտահոգում է թե ոչ ինձ հետեւյալն է մտահոգում այս պայմաններում առողջ քննարկումը անհնարին է դարձել այն որ ԱԱՑ-ն հատուկ ծառայությունները բոլոր հնարավոր եւ անհնարին
ճնշումները գործադրում են հոգևորականների նկատմամբ, այս պահից արդեն սկսած որևէ մի օբյեկտիվ քննարկում եւ գնահատական չեն կարող տալ հաշվի առնելով այն խնդիրները, որ այն խնդիրները չէ, այն գործիքակազմը, որ օգտագործվում է իշխանությունների կողմից։ Շատ լավ։ Պարոն Դանիելյան, թող լսարանը որոշի, դուք պատասխանեցիք իմ հարցին, թե ոչ։ Այնուամենայնիվ պատասխանը հստակ է։ Ես ձեզ հարց ուղեցի, դուք պատասխանեցիք։ Այնուամենայնիվ մյուս հարցին, եպիսկոպոսների վերաբերյալ, տեսեք, քանի դեռ այդ եպիսկոպոսների կազմը, հա, 10 հոգի են, 9 հոգի են, չգիտեմ, որովհետև տարբեր է մեկ ստորագրությունները, որ նայում ենք, բայց այնուամենայնիվ, երբ նրանք չէին բարձրաձայնել, չէին խոսել կաթողիկոսի դեմ եւ չէին պահանջել նրա հանգստի կոչ անելու պահանջ չէին ներկայացրել, նրանց նկատմամբ ընդդիմության եւ մայրաթորին աջակցողների կողմնակիցների շրջանում չկար որևէ քննադատություն, չէր խոսվում նրանց բարոյական կերպարի մասին, չէր խոսվում նրանց խնդրահարույց որոշակի վարքագծի մասին եւ այլ, ոչ մի բան չէր ասվում։ Հիմա երբ իրենք փոխել են իրենց դիրքորոշումը, կոնկրետ պահին արտահայտում են այլ դիրքորոշում, սկսվում է խոսել նրանց բարոյական կերպարի, նրանց խնդիրների մասին, նրանց վարքագծի մասին եւ այլ։ Սա երկակի ստանդարտների չի հանգեցնում նաեւ ընդդիմության դաշտում։ Երբ որ իրենք կաթողիկոսի կողմն էին, խնդիր չկար։ Հիմա կաթողիկոսի կողմը չեն, իշխանության օրակարգն են սպասարկում, ինչպես ընդդիմությունն է ասում, արդեն նրանք ինչպես պետք է նրանց միջոցով իրականացվի բարենորոգումը, ովքեր են նրանք, ինչ վարքագիծ ունեն եւ այլ։ Նույն հարցերը, ինչ որ հնչեցվում են Գարգին Բ-ի եւ նրան աջակցող մյուս հոգեվորականների նկատմամբ, այդ հարցերը հայելային հնչեցվում են ընդդիմության կողմից հիմա այս մարդկանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ նման հարցադրումներ տարբեր ընդդիմադիր գործիչների կողմից եղել են։ Այո։ Նենց չի որ չեն եղել, նոր չեն այդ ամեն ինչը։ Իհարկե ամեն ոք իրավունք ունի իր կարծիքը, իր տեսակետը հայտնի, բայց ես կողմ եմ այդ կարծիքը ու այդ տեսակետը հայտնելուց Նավասարքեչարանի Բենթլիի վերաբերյալ խոսակցություն եղել է։ Պետք է հաշվի առնենք նաև, որ այդ մարդիկ, որոնք որ հիմա այս կարծիք ունեն, ես կրկնում եմ, թե մասնավոր զրույցների ժամանակ, թե այլ զրույցների ժամանակ տրամագծորեն հակառակ կարծիքն ու տեսակետն են ունեցել։ Ինչ վերաբերվում է ձեր ասած դուք հաստատեցիք, կներեք, խնդրում եմ մի հատ հնչեցեք։ Հարցը նրա մասին է, որ այդ մարդիկ երբ կաթողիկոսին աջակցողների դաշտում են, նրանց նկատմամբ չկա ընդդիմության կողմից քննադատություն։ Երբ Նիկոլ Փաշինյանին աջակցողների կամ Փաշինյանի օրակարգը սպասարկողների դաշտում են, ինչպես դուք եք ասում, արդեն նրանց բարոյական նկարագիրը, կերպարը, վարքագիծը ամեն ինչ դրվում է քննարկման եւ սկսում են այսպես քննադատական հայացքով դրան նայել։ Ես կոնկրետ եւ նաեւ հակառակ իշխանության կողմից, երբ եկեղեցու դաշտում են նրանց նկատմամբ կա քննադատություն, երբ իշխանության դաշտում են չկա։ Հիմա ես ձեզ մի քանի օրինակներ բերեմ։ Անուններ չեմ ուզում այս պահին հնչեցնել, եթե պետք կլինի նաեւ այդ կասեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում։ Նույն այդ Բարսաշյան հոգևորականները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Փաշիզադեի օրակարգը, ասում էին։ Հա, ասում էին։ Այո։ Եվ որևէ մի պարագայում կաթողիկոսին հակառակվելու, որևէ մի պարագայում այլ տեսակետ հայտնելու երբեք, ինչքանով որ ես տեղյակ եմ, որևէ մի նման դրսևորում չի եղել։ Ես տեսել եմ, որ մարդիկ կարծիք են արտահայտել Արցախի հանձնման հետ կապված, եկեղեցու դեմ արշավի հետ կապված, իրենց նկատմամբ ճնշումների հետ կապված, ԱԱԾ-ի հնարավոր ներգործությունների հետ կապված։ Եթե այս մարդիկ այս գնահատականները տալիս են, եւ դու միացնում ես հեռուստացույցը եւ տեսնում ես, որ այդ մարդիկ գնացել են եւ Նիկոլ Փաշինյանին խնդրում են, որպեսզի իրենց աջակցի եւ այլ։ Դուք լինեք իմ տեղը, ինչ կարծիք կկազմեք։ Ոչ, ես էլի չեմ մտնում իրենց նեղ, ասենք, ընտանեկան դաշտ եւ այլը։ Ես իրենց ավազանի անունով չեմ կոչում, քանի որ մինչեւ այս պահը իրենք համարվում են սրբազաններ եւ Այո, կարգալույց չեն հայտարարվել եւ այլն։ Բայց եթե դու տեսնում ես այդ ամեն ինչը, քու մոտ անարդարության, պատեհապաշտության, երկրերեսանիության, որը ինձ համար ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Շատ լավ, նույն ազգացումները ձեր մոտ չէին առաջանում, երբ որ իրենք խոսում էին օրինակ Փաշինյանի դեմ, քննադատում էին Արցախի վերաբերյալ նրա քաղաքականությունը, քննադատում էին օրինակ Արցախի
կորստի հետ կապված հարցերը եւ այլը։ Թող քննադատեն ընդդիմությանը։ Չէ, այդ ժամանակ, երբ նրանց նկատմամբ այդ երկերեսունանիության, ինչպես դուք եք ասում, զգացումները կամ այդ անարդարության զգացումը չէր առաջանում, որովհետեւ այդ նույն մարդիկ էին, որոնց հետ կապված կար Bentley դեպքը, օֆշորային սկանդալի кейսը եւ այլը, տարբեր բաներ։ Հիմա ես օրինակ բերեմ։ Միքայել Սրբազանը, Միքայել Աճապահյանը ամենակոշտ քննադատությանն է ենթարկել ընդդիմությանը, ընդդիմադիր առաջնորդներին, կուսակցություններին, իմ այն կուսակցությունը, որ ես ներկայացնում եմ, դաշնակցության ամենակոշտ քննադատությանն է ենթարկել։ Դուք որևէ մի դաշնակցականի կողմից լսել եք այլ գնահատական Միքայել Սրբազանին, կամ լսել եք, որ մենք ինչ որ չգիտեմ, արշավ կազմակերպենք Միքայել Սրբազանին, չեմ կարող հիշել։ Չէ, չի եղել նման բան, որովհետև այդ մարդը քննադատելա, դրա իրավունքը ունի քննադատելու, եւ ես օրինակ եմ բերում ձեզ կոնկրետ Սրբազանի, որը իրենից ավելի կոշտ քննադատող չի եղել։ Եթե գտնեք որևէ մի եպիսկոպոսի, որ ավելի կոշտ քննադատության է ենթարկել ընդդիմությանը եւ մասնավորաբար մեզ, խնդրում եմ այդ անունները տվեք, բայց հեսա հենց այն վառապացույցն է, որ մենք չենք առաջնորդվում նա, մեզ քննադատում են, թե չենք քննադատում։ Մենք առաջնորդվում ենք նրանով, այս մարդը որքանով է իր սկզբունքներին հավատարիմ, սուտ խոսելը որքանով է իր համար նորմ, ոնց կարա մի գիշերվա մեջ մարդը 180 աշճան իր դիրքորոշումը փոխի։ Քավլիցի թող քննադատեն ընդդիմությանը, ընդդիմադիր գործիչներին, այդ իրավունքը ունեն։ Եվ ես ինձ բարոյական իրավունք չէի վերապահի, եթե լիներ նման գնահատական։ Ես կանգնեի եւ այդ մարդկանց, չգիտեմ, էլի այլ ձևով կոչեի, բայց քանի որ իրեն գնացել, մի շատ կարեւոր բան էլ ասեմ։ Այն սրբազանները, որոնք որ ժամանակին ինչ որտեղ նաեւ համաձայն չեն եղել կաթողիկոսի հետ եւ վեհապար տիրոջը նաեւ հակադարձել են շատ հարցերով եւ ամենայն հարգանքով վեհապարի նկատմամբ։ Այդ մարդիկ հիմա ԱԱՑ մեկուսարանում են։ Մնացած բոլորը, ինչքանով որ ես տեղյակ եմ, երբեք վեհապարին նման հարցադրումներ չեն տվել, երբեք վեհապարին չեն հակադարձել, չեն հակառակվել տարբեր որոշումների հետ կապված։ Ու ուր մնաց այդ բարոյականությունը։ Այստեղից էլ մենք ենթադրում ենք, որ այս մարդկանց ցանկությունները եւ նպատակները անազնիվ են։ Ես համենայն դեպս այդ ինֆորմացիան ունեմ։ Մինչև այս դեպքը, մինչև փոխել իրենց դիրքորոշում այդ մարդիկ, 10 եպիսկոպոսները, երբ որ այլ հավասար պայմաններում նայեք այդ ցանկը, դուք կասեիք, որ նրանք սկզբունքային եւ բարոյական մարդիկ են։ Մինչև այս դեպքը։ Ես որպես Գառնիկ Դանելյան առանձին վերցրած հոգեվորական է, տարբեր հոգեվորականների նկատմամբ միշտ ունեցել եմ իմ դիրքորոշումը, արտահայտել եմ իմ դիրքորոշումը, բայց երբեք չեմ արտահայտել իմ դիրքորոշումը, չգիտեմ, 18+ բառապաշարով կամ իմ քննադատությունը հետեւյալն է, այդ քննադատությունը միջև իմ կամ իմ դիրքորոշումը, ասպես ասած, եկեղեցու բարձրաստիճան սպասավորները եւ ոչ միայն բարձրաստիճան սպասավորները պիտի վարեն ժուժկալ կյանք, ասկետիկ կյանք, իրենք չպիտի տրվեն գայթակղություններին եւ հնարավորինս պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մոտ լինեն իրենց հոտին, հավատավոր ժողովրդին եւ հոգեվոր կյանքում իրենք օրինակ լինեն, թե ոնց պիտի լինի հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորը։ Նրանք վարում էին ժուժկալ կյանք։ Իհարկե որոշները չէին վարում այդ կյանքը եւ այդ գնահատականները նաեւ ես չեմ զլացել ասելու, այդ գնահատականները տվել եմ, բայց կրկնում եմ, դա միշտ էլ տվել եմ կոռեկտության սահմաններում։ Ով չի վարել։ Նույն Նավասարդ կճանի դրա մասին բարձրաձայնել եք ինչև այս դեպքը։ Իհարկե, խոսել եք դրա մասին, ես դրա մասին խոսել եմ, ասել եմ, որ ես կողմ եմ նրան, որ հոգեվորականները, այսինքն այն նաև այն խնդիրները, որ կա, իհարկե խնդիրներ կան, եւ այդ խնդիրները ոչ մեկ չի կարա ասի, որ այդ խնդիրներ չկան հայ առաքելական Սուրբ եկեղեցում, բայց կրկնում եմ, ես ինչի կոչ եմ արել, որ գնանք
հարցակվենք Այրատյան հայրապետական թեմի վրա։ Չէ։ Ես կոչ եմ արել, որ, չգիտեմ, համացանցով արշավ սկսեն, չգիտեմ, ֆլեշ մոբ անեն։ Օրինակ քննադատել եք arczepiskopos-ին կամ եպիսկոպոսին, որը չի վարել ջուշկալ կյանք։ Առողջ քննադատություն եղել է։ Ես չեմ հիշում դրա համար։ Առողջ իմ բոլոր դիրքորոշումներին դուք ինչի ծանոթ եք։ Չէ, դրա համար եմ ասում, չեմ հիշում, դրա համար հարցնում եմ։ Ես կրկնում եմ, բայց դա այդ ամեն ինչը եղել է կոռեկտության սահմաններում, երբեք ավազանի անունով չեմ կոչել, երբեք այլ բառապաշարով հանդես չեմ եկել։ Պարոն Դանիելյան, վերջին հարցը, դուք ասացիք, որ այն ինչ այսօր տեղի է ունենում, դա իշխանությունը մտել է եկեղեցի եւ դա սահմանադրությամբ խախտում է աշխարհիկ պետության սկզբունքի խախտում է եւ այլ, հա։ Սահմանադրությամբ եկեղեցին անջատական պետությունն անջատված է եկեղեցուց կամ հակառակը։ Բայց այն ժամանակ, երբ որ Վեհապար Հայրապետը անգամ արտահերթ ընտրություններից հետո, եթե չեմ սխալվում, մեկ անգամ եղավ դա, պահանջում էր, հորդորում էր, հայտարարում էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Երբ եպիսկոպոսները հայտարարում էին նրա մասին, որ իրենք էլ կարող են զբաղվել քաղաքականությամբ, ինչ է եղել, որ իրենք կարող են գալ իշխանության, որն է խնդիրը, որ եւ երբ լրագրողները հիշեցնում էին սահմանադրությունը, ասում էին, ինչ է, մենք մարդ չենք, մենք իրավունք չունենք, մենք էլ կարող ենք քաղաքականությամբ զբաղվել։ Հիմա այն ժամանակ սահմանադրության խախտում չէիք տեսնում։ Հիմա երբ իշխանությունն է իր ռեսուրսներով, որն ավելի շատ է, ներթափանցել եկեղեցի կամ մտել եկեղեցի կամ պահանջում կաթողիկոսի հրաժարական ինչպես ձևակերպեք, դուք հիշել եք սահմանադրության մասին։ Դուք ասում եք, որ սա սահմանադրության խախտում է։ Ինչու՞։ Դուք կարող եք մի հատ կետ նշել, որով որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորը, Բարձրաստիճան սպասավորը, քահանաները իրավունք չունեն դիրքորոշում հայտնելու։ Կա տենց բան։ Կետ կա տենց, ինչ որ մի կետով խախտում արել են այս մարդիկ ընտրության իրավունք ունեցող մարդիկ են, որ ժամանակին դուք հիշեք հրեշեի ժամանակ Տեր Հուսիկ պետության գործերին խառնվել չի։ Լազարյան կար, եթե չեմ սխալվում, ինքը անգամ նաև падգամավոր էր։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ առաջին գումարման Գերագույն խորհրդի падգամավոր ընտրվել է նաև Վեհապար Տերը։ Այսինքն այդ առումով եկեղեցականները իրավունք ունեն, այսինքն որևէ ես սահմանափակող նորմ չգիտեմ որ կա։ Այդ ժամանակահատվածը կարծում եմ թե մեր նորանկախ պատմության մեջ ամենասարսափելի ժամանակահատվածն էր եւ այն ավիրները, այն խնդիրները, այն մարտահրավերները որ կար, այդ մարտահրավերների պարագայում կարծում եմ թե ով էլ լիներ, եթե անգամ մենք լինենք իշխանության եւ Վեհապար Տերը նման հայտարարություն աներ, ես որևէ մի կերպ օրինակ չէի ասի, որ ինչի է նման հայտարարություններ ան, որտեղ այդ ժամանակահատվածում եւ այդ պարագայում, այո, այդ լարված իրավիճակում, երբ որ էլի հասարակությունը երբ փեղկված էր եւ մենք տեսնում ենք ինչա կատարվում, նոր ընտրությունների անհրաժեշտությունը եւ հրաժարականի անհրաժեշտությունը իհարկե կար։ Եթե անգամ լիներ, չգիտեմ, իմ մերձավոր ընկերը, իմ հարազատ, իմ բարեկամ, անգամ ես այդ հորդորով հանդես կգայի, որ այդ պարագայում ճիշտը սա է։ Վեհապար Հայրապետը իրավունք ունի հայտարարել, որ ձեր կարծիքով իրավունք ունի հայտարարել, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա կամ երկրի ղեկավարը հրաժարական տա եւ դա պետության գործերին խառնվել չէ, ինչպես դուք եք ասում։ Իրավական առումով վարչապետը իրավունք ունի հայտարարել, որ առումով էլ խնդիր։ Վարչապետը իրավունք ունի հայտարարել, որ Վեհապար Տերը պետք է Գարգին բն պետք է հրաժարակի գա անկեց արվի։ Չէ, չի կարող, որովհետեւ կնկնում եմ, եթե այդ պարագայում չկա սահմանադրության խախտում, չկա առաջին դեպքում եթե չկա։ Այո, առաջին դեպքում չկա սահմանադրության խախտում եւ այդ իրավունք ունի։ Երկրորդ պարագայում մեր օրենսդրությունը արգելում է, որպեսզի պետության կողմից ներգործություն, ճնշում, նաեւ ոչ միայն հայրաքելական ճնշում չէ, հայտարարություն Facebook-յան էջում գրում է։ Դե սա ճնշում, եւ կներեք, եթե բանի Չէ, ես նկատի չունեմ այսօրվա գործընթացները, ես նկատի ունեմ հայտարարություն որպես այդպեսին։ Էլի օրինակներով ասենք, այս մարդը ոչ թե մի հայտարարություն է անում, այլ համ հայտարարությունների շքերթ է անում, համ այդ ամբողջ այդ գործընթացը կազմակերպում է, այսինքն ուղիղ ճնշում է գործադրում։ Ամենակարևորը, այս մարդը ուղիղ ցույցում է տալիս ուժայիններին, որպեսզի ուրեմն կաթողիկոսի անունը զեղչեն,
ներգործություն է տեղի ունենում, միջամտություն է տեղի ունենում պատարակների գործընթացին, այս ինքը ասում է, այո, ես հանձնարարություն եմ տվել ուժային կառույցներին, ԱԱԾ-ին, որպեսզի գնան եւ այսպես ասած հորդորեն, չէ՞, հորդորում ենք, հասկանում ենք, չէ՞, ԱԱԾ-ականը գնում է, մտնում է եկեղեցի եւ պարբերաբար հորդորներ է ուղում քահանային։ Դուք սա նորմալ եք համարում։ Իհարկե նորմալ չի սա։ Սա քրեորեն պատժելի արարք է։ Երկրի ղեկավարը իրավունք չունի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները վերազանցելու։ Հիմա այս մարդը խոստովանել է, որ ես այդ իմ վերապահված լիազորությունները վերազանցել եմ։ Ուղիղ հայտարարություն արել դրա մասին։ Սա արդեն քրեորեն պատժելի արարք է։ Բացի դրանից էլ գործող վեհափառ հայրապետը եւ գործող սրբազան, դուք տեսել եք այդ բառապաշարը։ Ես անգամ ձեր տաղավարից չեմ ուզում այդ բառապաշարը օգտագործեմ սեռական օրգանները ցույց տալու, եսի ինչեր անելու եւ այլ։ Շատ լավ։ Ունենք շատ բարձրաշեն եկեղեցականներ, որոնք եւս մեղմ ասած այսպես էթիկայի շրջանակներում չեն արտահայտվում, բայց այնուամենայնիվ վերջին հարցը բառապաշարով դուք տենց վերջին հարցը հոգեվորական չէ, իրենք էլ շատ սուր են արտահայտվում, սուր ուրիշ բան է, դա ուրիշ բան է։ Տեսեք, վերջին հարցը, այսօր ինչ է տեղի ունենալու։ Մի բան էլ ասեմ, էլի 1000 ներողություն։ Այս մարդը երբ դարավ հավատացյալ։ Երբ դարավ Նիկոլ Փաշինյանը։ Չեք ֆիքսել երբ դա։ Ես ազգային ժողովից մի տարի առաջ ասել եմ, որ որևէ պատարակի ես տավուշեցին, որևէ պատարակի մասնակցելու չեմ տեսել որևէ ԿՊ-ականի, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, որ տավուշեցի Այջևանցի է, չեմ տեսել որևէ պատարակի մասնակցելուց։ Եվ իրենց հետևյալն եմ ասել, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ մի օր դառնում է մոլի հավատացյալ իր քաղաքական նկատառումներից ելնելով, դուք բոլորդ գնալու եք եկեղեցի եւ ծնկաչոք աղոթելու եք։ Ես այնտեղ աթեիստներ էլ գիտեմ, որ գնում են ծնկաչոք աղոթ։ Այս ամեն ինչը շինծու է։ Պարոն Դանիելյան, այսօր ինչ եք ակնկալում, կստացվի այնուամենայնիվ ելնելով 4 քաղաքական իրողություններից, կստացվի իշխանության մոտ հասնել Գարգին-բեի գահանկեցությանը։ Հիմա երկու տարբերակ կա, էլի, կամ ուժով պիտի հեռացնեն, ես ներկա եմ լինելու եւ մինչեւ այդ էլ ասել եմ, որ ինձնից կախված բոլոր օրինական մեթոդներով, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա, բայց եթե իմ ժողովրդի այսպես ասած հնարավորությունները ուժը սենց ասած չների այդ ամեն ինչը թույլ չտալու, ես կարծում եմ, որ նման բան տեղի թույլ չենք տալու, որ տեղի ունենա, բայց ամեն դեպքում երկրորդ տարբերակը այն է, որ ինքը ուժով, ուժայիններով, ծեծ ու ջարդով, արյուն թափելով գնում է եւ վեհարանից հեռացնում է կաթողիկոսին։ Դրանից մի բան է փոխվում, որ ամբողջ աշխարհով հայտարարակ ենք լինում, դրանից ինչն է օրինակ փոխվում, կաթողիկոս էլ կաթողիկոս չի լինում, այսինքն վեհարանից ուժով հանեցին կաթողիկոսին, ուժի գործադրմամբ արյուն հեղելով, ներազգային այս ճշնամանք մտցնելով, այս չգիտեմ էլի, չեմ ուզում մտածեմ են բոլոր հետևանքները, որ կարա տեղի ունենա։ Դրանից էլ կաթողիկոսը կաթողիկոս չի լինում։ Իհարկե ոչ։ Կաթողիկոսը կոչված է ամենայն հայոց կաթողիկոս լինելու։ Հիմա ինքը ոնց արավ դպրոցական դասագրքերը, չէ՞, հայոց պատմություն դարձեց Հայաստանի պատմություն։ Հիմա էլ այս մարդը ամենայն հայոց կաթողիկոս չի ուզում որ լինի։ Ոչ թե ուզում է ամենայն հայոց կաթողիկոս, ուզում է լինի Հայաստանի կաթողիկոս, որը որ կսպասարկի ԿՊ շահերը։ Բայց կրկնում եմ, դրանից խնդիրությունը չի փոխվում, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է աշխարհասփյուր հայության ներկայացուցիչների եւ եպիսկոպոսների կողմից, եւ այսօր եթե 10 տիրադավ եպիսկոպոսներ էլ կան, բայց դրա հետ զուգահեռ կան մոտ 60 եպիսկոպոսներ եւ արքիեպիսկոպոսներ ու աշխարհով մեկ սփռված են։ Այսինքն դրանից չի դադարում կաթողիկոսը լինել ամենայն հայոց։ Եվ սա կրկնում եմ, բացի մեզ հայտարարվելուց, բացի ներազգային ատելությունը ել ավելի գեներացնելուց, այդ շնամական մթնոլորտը եւ այս ամեն վիճակը, եւ անկանխատեսելի է նաեւ հետևանքները։ Շատ լավ, հասկանալի է։ Շնորհակալ եմ զրույցի համար։
հույս ունենք իսկապես ողջախոհությունը կհաղթի եւ խաղաղ հանգուցալուծում կունենա։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Գառնիկ Դանիելյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։